Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 8 Եթե կանաչ փայտին այսպես են անում, հափաչորին ինչ պիտի անեն, Ղուկաս ավետարան 23:31 Այս հարցին վերաբերվող բացատրությունը լի է հորդորով. Եթե ես մեղավորների անմեղ փոխարինողս այսքան չարչարվեցի, ապա ինչ կլինի անձամբ մեղավորների այդ չոր փայտի հետ, երբ նրանք հայտնվեն զայրացած Աստծո ձեռքերում։ Աստված տեսնելով որդուն մեղավորի փոխարեն չխնայեց նրան, երբ նա մեղավորներին տեսնի վերստին չծնված, նրանց նույնպես գթություն չի լինի։ Մեղավոր, Հիսուսին գցեցին թշնամիները և քեզ նույնպես նրան կքշեն քեզ համար նախատեսված վայրը։ Հիսուսին թողեց Աստված, և եթե դա տեղի ունեցավ նրա հետ, ով իր վրա էր վերցրել քո մեղքերը, ապա քո վիճակն ավելի վատ կլինի։ Էլի, Էլի, լամա սաբաքթանի։ Ինչ սարսափելի ողբ է, բայց ինչպիսին կլինի քո ողբը, եթե դու չբացականչես. Աստված իմ, ինչու ինձ լքեցիր։ Եվ կլսես հետևյալ պատասխանը. որովհետև դու մերժեցիր իմ բոլոր խորհուրդները և իմ մերկացումները չընդունեցիր։ Դրա համար ես էլ քեզ կծիծաղեմ քո կործանման վրա, կուրախանամ, երբ քեզ այցելի սարսափը։ Եթե Աստված չխնայեց սեփական որդուն, որքան ավելի սարսափելի կլինի քո վիճակը։ Ինչ դառնահամ գաված ստիպված կլինես խմել դու, երբ ողջ ձայնովդ խոսի խիղճդ։ Դուք հարուստներ, դուք ուրախներ, դուք ինքնագոհներ, ով կցանկանա ձեր փոխարեն լինել։ Եթե Աստված ասի. «Օ, սուր բարձրացիր ինձ մերժողների վրա, ոչնչացրու նրան հավիտյան», Հիսուսի երեսին թքում էին. Մեղավոր, իսկ ո՞րն է քո խայտառակությունը։ Անհնար է մեկ բառով նկարագրել բոլոր այն չարչարանքները, որ բաժին հասան մեր փոխարեն մահացող Հիսուսին։ Այդ պատճառով ես ի վիճակի չեմ արտահայտելու, թե վշտի ինչ հեղեղներ ու ջրվեժներ են թաքնվելու քո հոգու վրա, եթե այս կյանքից հեռանաս առանց Քրիստոսի։ Մահը կարող է վրա հասնել հետագայում, բայց կարող է հայտնվել նաև հիմա։ Աղերսում եմ Քրիստոսի չարչարանքներով, վերքերև ու արյամբ, քեզ վրա մի հարուցիր գալիք ցասումը։ Վստահիր Աստծո որդուն և մահ չես ճաշակի հավիտյան։